Բարև ձեզ CVKM-ի եթերում այսօր զրուցելու ենք Մարիա Կարապետյանի հետ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Կարապետյան, սկսենք մեր զրույցը Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից, օրերս նա ասուլիս տվեց, որտեղ անդրադարձավ ինձ բացման խոսքում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի մասին, նշեց, որ Միացյալ Նահանգները ստացավ որոշ բաներ այդ ստորագրումներից, օրինակ Թրամփը Նոբելյան մրցանակ կարող է ստանալ դրա համար, ձևավորող միջանցքի վրա վերահսկողություն ստացավ, Իրանի հետ սահմանին ամերիկյան ուժեր կտեղակայվեն, Ադրբեջանը ստացավ միջանցք անխոչնդոտ ճանապարհ գուցե, բայց ճանապարհի մասին չէր խոսում, Ռոբերտ Քոչարյանը անընդհատ միջանցք բառն է շեշտադրում, Մինսկի խմբի լուծարում 907 բանաձևի չեղարկում, իսկ Հայաստանը 0։ Ինչպես կմեկնաբանեք Տիկին։ Հայաստանը ստացավ ճշգրիտ նույն բաները, ինչ Ադրբեջանը՝ խաղաղություն եւ ապաշրջափակում։ Եվ նաև այդ ամբողջ ասուլիս իհարկե նվիրված էր նրան, որպեսզի ապացուցվի, որ Հայաստանը համաձայնել է միջանցքի, սակայն ինքը Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ ինչ որ պահի արտաբերում է կոնցեսիոն պայմանագիր եւ վարձակալություն բառեր, այսինքն ինքը շատ լավ հասկանում է, թե ինչի նման կարող է լինել ապագա պայմանագիրը համագործակցության Հայաստանի Հանրապետության միջև եւ Միացյալ Նահանգների եւ զբաղված է զուտ մանիպուլյացիաներով, այդ նկարագրելով, թե իբրև խոսքը միջանցքի մասին է եւ այստեղ գիտեք նաեւ ինչն է հետաքրքրաշարժ, որ պարբերաբար նա ասուլիսի ժամանակ հղում է կատարում Իրանի դիրքորոշմանը եւ որքան դժգոհ պետք է Իրանը լինի, ահա այդպիսի գոյություն չունեցող միջանցքի նկատմամբ։ Դե բայց Իրանի սահմանին ասում Միացյալ Նահանգների ուժեր եք բերում։ Ինչ ուժեր։ Իրականում նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր, որտեղ ապաշրջափակումը ոմանք փորձում են փոխկապակցել ռազմական ներկայության հետ։ Բայց ռուսական ներկայացումը, որը Իրանին չի Չէ, ամեն դեպքում զուտ բաղադրիչի մասին եմ խոսում, որ ասում եք ուժեր, պետք է հասկանանք ինչ ուժեր։ Միացյալ Նահանգների զինծառայողները ցանկություն են հայտնել գալ Հարավային Կովկաս, որևէ մեկը նման միտք է արտաբերել։ Դա եմ ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր, որ փորձեր կատարվում աղճատել եւ այնտեղ ուրեմն ապաշրջափակումը փոխկապակցել ռազմական ներկայության հետ։ Այդ դեպքում ինչ վերահսկողություն, ինչպես է վերահսկողություն ստանալու։ Ոչ մի վերահսկողություն, Հայաստանի Հանրապետությունն է վերահսկելու, ինչպես իր բոլոր մնացած ճանապարհները։ Օգոստոսի 8-ի բաղադրիչը ապաշրջափակումը փոխկապակցում է տնտեսական ներդրումների հետ։ Այդտեղ կա տնտեսական ներկայություն, բայց մի բան էլ ուզում եմ ասել Իրանի բաղադրիչի վերաբերյալ։ Անընդհատ հողում է կատարվում, որ պետք է Իրանը դժգոհ լինի սրանից, դժգոհ լինի, բայց փաստորեն Հայաստանի Հանրապետությունը ղեկավարած մարդը Հայաստանի Հանրապետության շահերը չի կարողանում պաշտպանել գոնե այնքան, որքան Իրանի դեսպանն էր պաշտպանում իր վերջերս տված ասուլիսի ժամանակ, որում դեսպանը մի քանի անգամ 5 սկզբունքները, որոնք Հայաստանի շահերից են բխում եւ որոնց ամրագրմանը մենք հասել ենք օգոստոսի 8-ի փաստաթղթում, 2 անգամ շարադրեց այդ սկզբունքները։ Այսինքն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը եւ փոխադարձությունը։ Իրանի դեսպանը այդքանը կարողանում է անել մեր փոխադարձ շահերի համատեքստում, Ռոբերտ Քոչարյանը այդ բառերը շրջանցում է եւ ինչ որ մտածածին միջանցքի Բայց դուք չեք տեսել Իրանում այլ պաշտոնյաների, մասնավորապես հոգեվոր առաջնորդի խորհրդականի մտահոգությունները միջանցքի մասին։ Դեսպանն էլ ասեց խնդիրներ եղել են միշտ հարաբերություններում եւ կան ու կլինեն, բայց մենք խնդիր չենք տեսնում խնդիրներ ունենալու մեջ, մոտավոր եմ ձևակերպում, հա։ Իհարկե հարաբերությունների որակով միշտ պետք է զբաղվել եւ նաեւ ապագա բոլոր պայմանավորվածությունների մասին անպայման քննարկումներ լինելու են, բայց այս կետում այնինչ գրված է թղթի վրա, դա Իրանի դեսպանը կարողանում է ընթերցել եւ չաղավաղել եւ հասկանալ թե ինչն է բխում Հայաստանի եւ Իրանի շահերից, իսկ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում։ Այլ բան, որ ամբողջ ասուլիսի ժամանակ նա Իրան բառը օգտագործում է որպես Ռուսաստան բառի հոմանիշ, պարզապես գիտի, որ չի կարող այդպես բաց ասել։ Ինչու՞։ Որովհետեւ ըմբռնում չի գտնի Հայաստանի ժողովրդի մոտ։ Դա նոր մոդայիկ ձև է, քանի որ Ռուսաստանի մասին իրենց պատկերացումները չեն կարող բաց բանանել, արտաբերել, հոմանիշ են օգտագործում, կարծելով թե այդտեղ ուրեմն նույնական են նաև շահերը Իրանի, Ռուսաստանի եւ իրենք կարող են ուրեմն այդ գործը թողնել Իրանի վրա կամ այդպես արտաբերել։ Բայց կրկին, դեսպանը շատ լավ հասկացել է ինչի մասին է խոսքը։ Անդրադառնալով վերահսկողության, Տիկին Կարապետյան, վերահսկողության մասին փաստաթղթում ոչինչ չկա գրված, հետեւաբար, եթե Միացյալ Նահանգները ստանում է այդտեղ ինչ-որ բան, այսինքն Trip է կոչվում, Թրամփի անունով է կոչվում այդ ճանապարհը, ապա բարձր որ վերահսկողությունը պետք է տրվի Միացյալ Նահանգներին, հակառակ դեպքում Միացյալ Նահանգների շահավորն է։
Ես կրկնում եմ, Միացյալ Նահանգները իր քաղաքացիները առհասարակ որևէ մեկը ով ծանոթ է Միացյալ Նահանգների քաղաքականությանը, գիտի, որ այդ երկրի քաղաքացիները չեն սիրում այլ վայրերում եւ առհասարակ իրենց կառավարողներից պահանջում են, որպեսզի Միացյալ Նահանգների զինծառայողները մասնավորապես եւ առհասարակ քաղաքացիները այլ տեղերում ներգրավվածություն չունենան, որովհետեւ դրա մեջ նրանք տեսնում են ռիսկեր, չեն սիրում դա, չեն ցանկանում նման բան անել։ Այսինքն բազակ Հայաստանում չեն կարող կանոն ներկայություն ունենալ։ Իհարկե որոշակի դեպքերում այդպիսի ցանկություն կա, բայց սրա պարագայում նման բան գրված չէ։ Խոսքը ներդրումային ծրագրի մասին է։ Այսինքն նույն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ժամանակին Հարավկովկասյան երկաթուղու հետ, նմանատիպ պայմանավորվածությունների մասին է։ Այդ դեպքում պետք է ուրեմն Ռոբերտ Քոչարյանը պնդի, որ Հարավկովկասյան երկաթուղին բազում միջանցքներ են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Արդյոք դա այդպես է։ Կրկնում եմ, ինքն էլ է ուրեմն ասում, որ կոնցեսիոն պայմանագիր կարող է լինել, վարձակալության պայմանագիր կարող է լինել եւ մնացած ամեն ինչը իհարկե իր ոնց որ երևակայության բանն են։ Գիտեք, ամեն հաջորդ փուլում, քանի դեռ չկա կոնկրետությունը փաստաթղթերի, մեր ընդդիմախոսները զանազան միֆեր են հորինում։ Հետո կոնկրետանում են, փաստաթղթերը հայտնաբերվում են եւ իրենք շրջանցում են, որ նախորդ փուլում ինչ-որ բաներ են ասել, որոնք փաստորեն փաստաթղթերում այլ կերպ են ձևակերպված, հիմա հաջորդ դրվագի շուրջ են միֆեր հորինում, մի հույսով, որ դե մի բան կլինի, էլի, մենք մեր գործը այն է, որպեսզի վախեր սնենք, ինչ-որ բաներ մոգոնենք։ Ռոբերտ Քոչարյանը քարտեզով էր եկել ասուլիսին Տիկին Կարապետյան եւ ռիսկերն էր նկարագրում ու ասում էր, որ հնարավոր է, որ Թուրքիան Կարս Իգդիր երկաթգիծ կառույցի, որը կշրջանցի այդ դեպքում Նախիջևանով անցնող հատվածը, հետեւաբար մենք այլևս այդ հնարավորություններ չենք ունենա միանալ այդ երկաթգծին, գիտեք, որ երկաթգիծի հետ Նախիջևանով անցնում ենք եւս կօգտագործենք Իրանի հետ, Ադրբեջանի հետ երկաթուղային կապ կստանանք Թուրքիայի հետ, բայց եթե Կարս Իգդիրը նա կառուցումը Նախիջևանը շրջանցում է, մենք այդտեղից ենք զերկվում, հետեւաբար ինչու մենք չենք պայմանավորվածություն ձեռք բերել, որ թրիպը ավելի երկար լինի։ Միացյալ Նահանգների նոր առաջարկ ենք անում, ասենք, թող որ 43 կիլոմետրի փոխարեն ավելի երկար լինի, ավելի ձեռնտու եւ վերջապես կոնե Հայաստանի չի դուրս մնա այդ նախագծերից։ Իսկ թվում է Ռոբերտ Քոչարյանը քարտեզը բերել էր, որ կարթավոր գրած է Իգդիր, ոչ թե Իդլիբ, դրա համար էր բերել, բայց մեզ բոլորիս ներկայացում էր թե իբր բերել է, որպեսզի ցույց տա թե ինչպիսի այլընտրանքային ապաշրջափակման պլաններ ունի ինքը։ Նախ ֆիքսենք մի բան, Հայաստանը ապաշրջափակման շուրջ է պայմանավորվածություն ձեռք բերել, այսինքն երասխը Մեղրիին պետք է կապված լինի Նախիջևանի տարածքով, դա է մեր պայմանավորվածությունը։ Այո, իհարկե գրված է։ Գրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են իրենց ներպետական, այսինքն Ադրբեջանը Ադրբեջանին կապելու շուրջ, Հայաստանը Հայաստանին կապելու շուրջ, միջպետական, այսինքն երկու երկրներին, Հայաստանին եւ Ադրբեջանին միմյանց կապելու շուրջ եւ միջազգային, այսինքն այս երկու երկրները այլ երրորդ երկրներին կապելու շուրջ։ Այդ բառերը գրված են այդ տեքստի մեջ, այսինքն այն պայմանավորվածությունը, որը նա ներկայացնում է, թե իբրև պետք է ձեռք բերվել, որպեսզի Հայաստանի օգուտներ բերի, այդ պայմանավորվածությունը ձեռք բերված է։ Ինքը կարող էր պաշտպանել այդ պայմանավորվածությունը, եթե Հայաստանի շահերից խոսելիս լիներ։ Այնպես ինչպես Իրանի դեսպանն է պաշտպանում այդ պայմանավորվածությունը, որովհետև հասկանում է, որ ունենք փոխադարձ շահեր, բայց ինքը ընտրում է չպաշտպանել այդ շահերը։ Եվ ինչ է ասում։ Նախ այստեղ մի հատ հետաքրքիր պահ կա, որ խոսում է, որ մյուս երկրները ինչ հետաքրքրություններ ունեն իրար հետ կապվելու, ոնց որ Հայաստանին շրջանցում է, իսկ Հայաստանը ինչ հետաքրքրություն ասում է Հայաստանը այնտեղ տարանցիկ նշանակություն չունի։ Իր միակ տարանցիկ նշանակությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար է, որովհետև մնացածները այլ ճանապարհներ ունեն։ Այսինքն իր մոլորակի մեջ Հայաստանը Թուրքիայի տարածքով Սև ծովին եւ Եվրոպային կապվելու տարանցիկ շահ չունի։ Հայաստանը ունի, բայց մյուս երկրները Հայաստանով անցնելու Հայաստանը որպես տարանցիկ իր այդ խոսակցության մեջ ինչու է Հայաստանը իր, ինչու է Հայաստանը միայն տարանցիկ, այսինքն ինչու է Հայաստանը դիտարկվում միայն որպես անցման գոտի, այլ որ Հայաստանն էլ ուրեմն կարող է ցանկություն ունենա Ադրբեջանի տարածքով հասնել Կասպից ծով, Կենտրոնական Ասիա, Չինաստան եւ Հնդկաստան, եւ Հայաստանը կարող է
Թուրքիայի տարածքով ցանկանալ հասնել Սև ծով եւ Եվրոպա, բա դա այդ Բայց մենք ռեսուրս չունենք, որպեսզի դա պարտադրենք, քանի որ չկա, մենք տարանցիկ։ Բայց մենք չենք պարտադրում, մենք պայմանավորվում ենք։ Ոչ է պայմանավորվելու ռեսուրս։ Չէ, բայց պայմանավորվում ենք, ինքը ինչ ասում։ Ասում է, եթե ուրեմն երասխմեղրին էլ իր համար կարևոր է, որպեսզի հետո կարողանանք Ադրբեջանի տարածքով կապվենք Ռուսաստանի հետ եւ նաեւ կարևոր է, որպեսզի Նախիջևանի տարածքով կապվենք Իրանի հետ։ Իսկ ինչու չի կարևոր, որպեսզի Հայաստանը Թուրքիայի տարածքով կարողանա կապվի Սև ծովի եւ Եվրոպական միության հետ կամ միջերկրական ծովի հետ եւ Հայաստանը Ադրբեջանի տարածքով կարողանա կապվի Կասպից ծովի հետ, Կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ։ Ինչու են այս բաղադրիչները, այս մարդու պատկերացրած ապաշրջափակման մեջ բացակայում։ Հարցն այն է, որ Տիկին Կարապետյան, ասեք, մյուս երկրները պետք է շահ ունենան դրանից, որպեսզի այդ պրոյեկտը բոլորին հետաքրքիր լինի, բայց քանի որ Հայաստանը տարանցիկ նշանակություն ունի եւ միակ տարանցիկ նշանակությունը դա Սյունիքով անցնող ճանապարհն է, որն էլ մենակ հետաքրքիր է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Մյուս երկրներին, օրինակ Միջին Ասիայի երկրներին կամ չգիտեմ Եվրոպային հետաքրքիր չեն Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները։ Ինչու այդ նույն ասուլիսի ժամանակ Չինաստանի մասին երկար բարակ խոսում։ Դա սուտ է, որ Հայաստանը հետաքրքիր չէ տարանցման տեսանկյունից հերավոր արևելքը արևմուտքին կապելու։ Ամբողջ գլոբալ խոսակցությունը դրա մասին է։ Իհարկե, այստեղ ճանապարհները շատ են եւ բոլոր մեծ երկրները իրենց կոնցեպտը ունեն, թե դա ինչպես է անվանվում։ Չինաստանը մեկ գոտի մեկ ճանապարհ է անվանում, այդ բոլոր ուղիների հնարավորությունները, հա։ Եվրոպան միջանցք է ասում։ Միջանցք, ընդ որում Եվրոպական միությունը ունի իր առանձին ձևակերպումը, կոչվում է Global Gateways, եւ որի միջոցառման Միչայլոց վարչապետը այս պահին մասնակցում է Բրյուսելում, դա էլ իրենց ձևակերպումն է կամ միջին միջանցք, որը նաեւ Թուրքիայի ձևակերպումն է, եւ այդպես շարունակ, բայց այստեղ նաեւ գիտեք ինչն է կարեւոր, որ երկրները փնտրում են այս ամեն ինչը ապահովելու մեկից ավել հնարավորություն, որովհետև չեն ուզում միմյանցից ունենալ գերկախվածություններ։ Այդ տեսանկյունից էլ է, որ օրինակ Իրանը իհարկե Ադրբեջանի հետ կապ ունի առանց մեր տարածքի եւ Իրանը իհարկե Թուրքիայի հետ կապ ունի առանց մեր տարածքի, բայց Իրանին հետաքրքրում է նաեւ Հայաստանի տարածքով կապ ունենալ Վրաստանի եւ Սև ծովի հետ եւ Ռուսաստանի հետ։ Եվ Ռոբերտ Քոչարյան այս հանգամանքները շրջանցում է, որ այս երկրները նաեւ մյուս ուղություններով միմյանց հետ կապ ունենալու ցանկություն ունեն։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Դուք նկատեցիք, որ երբ որ ինքը խոսում է ուրեմն գնի մասին, թե այդ կառուցումը ինչպես պետք է տեղի ունենա, նկարագրում է ուրեմն ավտոճանապարհ։ Խարվաճարի ճանապարհն է։ Եվ դա համեմատում է ավտոճանապարհի հետ, որ հնարավոր ապագայում կառուցվելիք, որպեսզի գինը համարժեք ցույց տա, բոլորս լսում ենք, ասում ենք, բայց խոսքը երկաթգծի մասին է, երկաթգծի։ Նաև երկաթգծի մասին։ Նաև երկաթգծի, բայց եթե գին ենք հաշվարկում եւ փորձում ենք համեմատել, լավ կլներ երկաթգծի գին հաշվեր, չէ՞, որպեսզի համադրելի բաներ լինեն։ Եվ խոսքի մեջ ինչ է ասում, աներեսաբար։ Ասում է ռելսերը եւ շպալները չկան։ Իսկ ուր են ռելսերն ու շպալները Հայաստանի հարավով անցնող։ Կրծել են։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը այդ շպալները կրծել են։ Իսկ իրականում վաճառվել է երկաթուղին։ Չինաստան ասացիք, հիշեցի Տիկին Կարապետյան։ Ռոբերտ Քոչարյանը նաև ասում էր, որ Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցը, հատկապես տնտեսական, դա Չինաստանն է եւ դա բարձր որ ճիշտ է։ Հետեւաբար ինքը այստեղ վերահսկողություն ցանկանում է ունենալ այս ճանապարհի վրա, այդ մեկ գոտի մեկ ճանապարհի վրա, որpիսի ոչ թե Չինաստանին օժանդակի, որ այդ արևտուրը հոսքը տեղի ունենա, այլ հակառակը ինքը այստեղ վերահսկողություն վերցրել է, որpիսի այդ արևտուրը տեղի չունենա։ Մոտավորապես հասկանալի բացատրեցի ինքը ինչ նկատի։ Հասկանալի բացատրեցիք, բայց այստեղ Հայաստանին պետք չի զրկել սուբյեկտայնությունից։ Նախ այս ամբողջ պատմության մեջ ինձ թվում է ամենակարևոր կտորը այնուամենայնիվ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն է։ Դա տեղի ունենալուն պես մնացած բոլոր խոսակցությունները իրենց մենաշնորային ուժը կկորցնեն, որովհետև այդ սահմանի բացվելու պարագայում երկրների բազմազանությունը, որոնք կարող են օգտվել տարանցումից, շատ ավելի մեծանում է եւ հետեւաբար բանակցային ուժը ցանկացած երկրի իրենով պայմանավորել ապաշրջափակումը, ի նկատի ունեմ թե հեռավոր երկրի, թե մեր անմիջական երկրների, շատ փոքրանում է եւ հնարավորություն է բացվում այդ ամեն ինչը կազմակերպելու հաշվառմամբ բոլորի շահերի։ Իհարկե, գիտեք ինչ կա, իհարկե մրցակցող շահեր աշխարհում կան։ Եվ մենք ունենք երկու հնարավորություն, կամ փակվել եւ վախենալ, որ այդ մրցակցող շահերը խնդիրներ են ստեղծելու, փակվել, վերադառնալ ի շրջանս յուր, երբ որպես Ռուսաստանի տնտեսական համագործակցության
մինիմումը տնտեսական համագործակցության գոտու ուրեմն պերիֆերիայում ինչ որ Եվ սեփ Թուրքիայի եւ այո, այդ մի տարբերակն է, մյուս տարբերակն է բացվել աշխարհին, որտեղ իհարկե կան բաներ, մրցակցություններ, հակընդդեմ կողմեր, հա, ամբողջ աշխարհը, այո, իհարկե իրար հետ մրցում է, բայց դա է աշխարհը։ Երկու ճանապարհ ունենք, կամ ուրեմն բացվում ենք դրան եւ փորձում ենք հասկանալ, թե ինչպես էլ մենք կարող ենք մեր օգուտները քաղել այդ ամեն ինչից, համադրելով շահերը, զգույշ լինելով բնականաբար, բայց սպասարկելով մեր շահերը, հա, մրցակցելով, նաեւ համագործակցելով, բայց սպասարկելով մեր շահերը։ Կամ ասում ենք, վայ, ինչ վախենալու է աշխարհը, ավելի լավ է ծվարենք Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական համագործակցության ծիրում եւ մնանք այդտեղ։ Եվ Միչայլոց նա էր դա առաջարկում, երբ որ ասում է մենք ուրեմն առաջարկենք, որ թրիփը լինի նաեւ Նախիջևանով եւ Միացյալ Նահանգները սրան կհամաձայնի։ Իր երևակայության մեջ արագ որոշեց, որ Միացյալ Նահանգները կհամաձայնեն, Ադրբեջանը կհրաժարվի, մենք այս խոսակցությունից այսպիսով դուրս կգանք։ Այսինքն բանակցությունները, հա, բլոկի տանելու ձև։ Ինքը ասում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համեմատած այս օգոստոսի 8-ի փաստաթղթի երազանքի փաստաթուղթ էր։ Հետևաբար մենք եւ մենք այն կշիռը չունենք, որ Միացյալ Նահանգներին ասենք չէ։ Երբ որ Թրամփը միջամտել է, եկել է, չես կարող ասել չէ, ես չեմ գա մի Վաշինգտոն, չեմ ստորագրի։ Հետևաբար մենք ոչ թե դա թրիպը երկարացնելը առաջարկում ենք, որպեսզի ավելի լավ լինի, ավելի երկար թրիպ լինի, ավելի երկար ճանապարհ լինի, այլ մենք դա առաջարկում ենք, որպեսզի Ադրբեջանը մեժի, Ադրբեջանը դառնա ոչ կառուցողական կողմը եւ մենք ազատվենք այս աղետաբեր վատ օգոստոսի 8-յան փաստաթղթից։ Հա, նախ մի հատ ֆիքսենք էլի նոյեմբերի 9-ին ինչով ավելի լավ, որ չի ամրագրում Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը, փոխադարձության սկզբունքը դրանով է լավ։ Մի վարքյան, այդ իր պատկերացրած բանակցությունների լավագույն ձևն է եւ ինչպես շատ անկեղծորեն ինքը ասեց, ասում է ինչու է այս ճանապարհը առանձնացված ապաշրջափակման համատեքստից, մի բան որ առանձնացված չէ։ Օգոստոսի 8-ի փաստաթղթի մեջ գրված է, որ ապաշրջափակման մասին է խոսքը ընդհանուր առանձին գլոբալ, բայց ինչ ասում։ Մի վարքյան, այդ ապաշրջափակումը տարածաշրջանի եւ նաեւ Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև կապը այդ ապաշրջափակման համատեքստում նույնքան հին խոսակցություն է, որքան մեր տարածաշրջանի ամբողջ պատմությունը։ Այսինքն, խոսեմ տարիներից այդ խոսակցությունը։ Եթե այդ պահը բաց թողնենք, քանի որ մենք անկախ պետություն չէինք, խոսենք այն պահին, երբ Հայաստանը ղեկավարում էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, առաջինից սկսենք, հա, առաջին լուծման ծրագիրը փաթեթային ծրագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ունի իր մեջ արդեն այդ երկու բաղադրիչը ապաշրջափակվում է տարածաշրջանը, Ադրբեջանը եւ Նախիջևանը ստանում են ցամաքային ճանապարհ անխոչնդոտ, այդ բառն էլ այդտեղից գալիս, այդ բառը նոր բառ չի։ Այդ բառը բանակցությունների ամենասկզբից ի վեր եղել է։ Եվ առ այսօր էլ ապաշրջափակման ընդհանուր մեծ ծրագիրը պահել, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի եւ Նախիջևանի կապի մասին, բխում է Հայաստանի շահերից, սա ճիշտ է։ Բայց ինքը ինչ ասում։ Ասում է, այդ ճանապարհը ինչու է առանձնացրել։ Մի բան, որը մենք չենք արել։ Ու շարունակում ասում, այդ ճանապարհը մի անգամ է առանձնացվել։ Ես եմ դա արել եւ դա արել եմ Քիվեստում։ Այսինքն ինքը ընդունում է, որ ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապը առանձնացվել է ապաշրջափակումից, մեկ անգամ դա արել է ինքը եւ արել է Քիվեստում, ընդ որում չմոռանանք, որ Քիվեստը Սադարակի պայմանավորվածություններին հաջորդած պայմանավորվածությունն է եղել, այսինքն Լեռնային Ղարաբաղը ինքը դա փորձում է արդարացնել ասելով ես գիտեի ինչ էի ստանում Լեռնային Ղարաբաղը, բայց մոռանում է որ Լեռնային Ղարաբաղից հետո նորից Ադրբեջանն է, այսինքն Հայաստանը այդ ստանալով չէր ստանում, այսինքն Ադրբեջանը ապաշրջափակում չէր ստանում, էլ ավելի էր օղակը սեղմվում թուրքական Հայաստանի շուրջ իր պատկերացման եւ Լեռնային Ղարաբաղը այդտեղ ներկայացնել որպես որ հակամարտության լուծում էր նշանակելու, բա հայ-թուրքական հարաբերությունները ո՞նց են կարգավորվել։ Դե կապեցը միգուցե Ռոբերտ Քոչարյանը հենց այդ տրամաբանությամբ է առաջնորդվել, որ առաջարկել մի բան, որից կհրաժարվի Ադրբեջանը եւ հարցը Իր հույսը դա է եղել այն 2000-ականների սկզբի 99-2000 թվականների լուծման մեջ, բայց ինչ է նաև ինքը արել։ Հետո մեջ է գցել Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, որպեսզի ինքը դուրս գա այդ բանակցություններից։ Հետո հայոց ցեղասպանության հարցն է մեջ գցել, որպեսզի դուրս գա այդ բանակցություններից։ Որպեսզի ապակառուցողական կողմը լինեն մյուսները։ Հա, բայց այդպես չի ստացվում, էլի մյուս կողմերը միամիտ չեն։ Հետևաբար, երբ որ Միացյալ Նահանգներին ասում ես եկեք
թրիփը երկարացնենք, գուցե ենթադրենք համաձայնվեցինք, բայց մեծ հավանականությամբ Միացյալ Նահանգները կերևակայի իր եւ Ադրբեջանի խոսակցությունը թրիփի մասին, որտեղ Ադրբեջանը ասում է, որ բայց Նախիջևանով իմ երկաթուղին ես ոնց որ կառուցել եմ եւ կա, հետեւաբար ինչ ներդրումային ծրագիր ես ինձ առաջարկում, իսկ Հայաստանի հարավով երկաթուղի կա արդյոք եւ ում պատճառով չկա Հայաստանի հարավով երկաթուղին։ Ինքը չի կարող չարադառնալ այս հարցին ու երևակայության մեջ համոզել բոլորին, այսինքն Միացյալ Նահանգներին համոզել եւ հրաժարվելու բեռը թողնել Ադրբեջանի վրա ու ասել այսպես հաղթական, ահա դուրս եկա ես այդ բանակցություններից եւ միակ նպատակը որն է վերադառնալ նոյեմբերի 9-ի իրենց մեկնաբանության, աղճատված մեկնաբանության ճարտարապետությանը, որտեղ ռազմական այլ երկրի ռազմական ներկայություն են իրենք երևակայում Հայաստանի տարածքում։ Նպատակը դա է։ Որը նախկինում ասում էին կապիտուլյացիա է։ Որը նախկինում ասում էին կապիտուլյացիա է։ Տիկին Կարապետյան վարչապետը նորից հրավերը իր բանավեճի թարմացրեց։ Մարդիկ էլ ասում են, «Գանք ինչ բանավիճենք 2019 թվականի առաջարկը հրապարակեք, այնտեղ ամեն ինչ կա»։ Իմաստը ո՞ն է բանավեճի, ինչու չեք հրապարակում։ Բանավիճելու համար իհարկե կան ինչ բանավիճեն, երբ հայոց լեզվին նույնիսկ չեն տիրապետում։ Այդ առումով իհարկե կարելի է համաձայնել իրանց հետ։ Ես հույս ունեմ, որ իսկապես բանակցային բոլոր փաստաթղթերը ինչ որ փուլում կհրապարակվեն եւ դրանից հետո տեսնենք ինչ են ասել, որտեվ ամեն անգամ երբ կոնկրետանում են տեքստերը, մի նոր բան է մոգոնվում։ Տեսնենք թե ինչ են ասելու 2016 թվականից ի վեր բանակցային գործընթացում ապրիլյան քառորյա պատերազմից ի վեր այդ բանակցային բովանդակության մեջ այլևս չի եղել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ մի որևէ թուղթ, որի տակ կստորագրեր Ադրբեջանի ղեկավարը ապրիլյան պատերազմից ի վեր եւ կարգավիճակի որոշման հարցը առհասարակ ոնց որ դուրս է եկել այն փաստաթղթերից, որի տակ պետք է ստորագրեր Ալիևը։ Դրանք դառնում են այլևս այլ երկրների հոգացության թեմա։ Այսինքն այդ կազմաքանդումը Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի ամրագրված է այդ տարիներից ի վեր։ Կհրապարակվեն, կծանոթանանք, կսպասենք թե հաջորդիվ ինչ ուրեմն միֆ են հորինելու, որի ներքո էլի փորձեն բան անել, պարզապես սպասել, որ մի բան կատարվի, որ ալիք առաջանա, գիտեք իրանց հետագա պլանները ինչի մասին են։ Ամեն Աշոտյանը Factory եթերում ասում էր, որ անդրադարձել էր 2019 թվականին առաջարկներին այդ փաստաթղթին ու հիշեցնում էր, որ 2020 թվականի ասուլիսում Կապանում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղում է արել այդ իր ժառանգությանը, ինչ ստացել է Սերժ Սարգսյանից եւ համաձայն դրա Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն է եղել։ Միջազգային երաշխիքներ, միջազգային ինտեգրում տարբեր հարցերով կարող էր հարաբերություն ունենալ միջազգային ատյանների հետ։ Երկու շրջանների դիմացել, այսինքն 5 շրջաններ հանձնում էինք, մյուս երկու շրջանները հանձնելու դիմացել մենք ստանում էինք այդ հանրաքվեի վերջնական դետալները, թե երբ տեղի կունենա, ինչպես, ովքեր մասնակցելու, այսինքն Տիկին Կարապետյան կարգավիճակի հարցը եղել է, միջանկյալ կարգավիճակի հարցը եղել է եւ որից հրաժարվել եք դուք։ Ինչու եք հրաժարվել։ Ես անձամբ ընթերցել եմ բանակցային այն բոլոր փաստաթղթերը, որոնք ինձ հասանելի են։ Իսկ 2019 հասանելի դարձվել 2018 թվականի հունվարին, մինչև հեղափոխություն, այդ փուլում են եղել, ուրեմն վերջին պայմանավորվածությունները։ Եվ այդտեղ այդ փաստաթուղթը հայտնի, որի մասին մենք ասում ենք, որի վերնագիրը այն է, որ երկու նախագահները։ Այո, երկու երկրների նախագահները, ինչը ապացուցում է, որ դա չի գրվել հեղափոխությունից հետո, այլ հեղափոխությունից առաջ գրված փաստաթուղթ է։ Այդ փաստաթղթի մեջ այլևս չկա միջանկյալ կարգավիճակ, որի տակ ստորագրում է Ադրբեջանի ղեկավարը եւ սրա մասին հանրաքվեի, որը պետք է ապագայում այդ միջանկյալ կարգավիճակը ճակատագիրը որոշեր, սրա մասին հարցազրույց տարիներ առաջ դեռ տվել է Սերժ Սարգսյանը եւ ասել է հետեւյալը, ասել է, քանի որ բանակցություններն է նկարագրում, ասում է Ադրբեջանը ասում էր, որ իր սահմանադրությունը չի նախատեսում հանրաքվեներ անջատման իր որ առանձին տարածքում համաձայն չէ Ադրբեջանը այս գաղափարին եւ ինչ ենք մենք մտածել, սա Սերժ Սարգսյանն ասում մենք մտածել ենք, որ Ադրբեջանի հետ մի առանձին փաստաթուղթ կստորագրենք, ճիշտ է ասում, այդպես են բանակցային բովանդակությունը, այդպեսին Ադրբեջանի հետ մի փաստաթուղթ կստորագրենք եւ հետո ԵԱՀԿ-ԽՎ-ն ՄԱԿ-ի հետ միասին մի հատ ուրիշ փաստաթուղթ կստորագրի, որտեղ արդեն այդ հարցերը կհասցեագրվեն։ Այսինքն հանրաքվեի մասնակցել։ Հարցածագում
եթե Ադրբեջանի նախագահը հանձն չի առնում ստորագրել այդ փաստաթղթի տակ, մեր ինչին է պետք, որ ուրիշ երկրներ համաձայնեն, որ այդպիսի բան են անելու։ Ինչ են անելու, պատերազմելու են Ադրբեջանի դեմ, եթե նա ասի, լսեք, իմ ստորագրած փաստաթուղթը դա չի ենթադրում։ Սերժ Սարգսյանը ինքն է պատմել։ Հետևաբար, պարոն Աշոտյանին հորդորում եմ ականջալուր լինել։ Այդ դեպքում Տիկին Կարապետյան ի՞նչն է խանգարում, որ դուք հրապարակեք այդ փաստաթուղթը։ Մեծ հույս ունեմ, որ անպայման կհրապարակվեն բոլոր փաթեթները։ Ես ենթադրում եմ, որ արտաքին գործերի նախարարությունը դեռևս այդ գնահատման փուլում է գտնվում, թե դա որքան է նպատակահարմար այլ երկրների հետ հարաբերությունների դիտանկյունից, հա։ Բայց անկեղծորեն կարծում եմ, որ շատ կարևոր է, շատ ոնց բացատրեմ, եթե քաղաքական նպատակահարմարության դիտանկյունից ենք ասում, մեզ համաշատ շահեկան է, որ դա բացվի եւ բոլորը ընթերցեն այդ տեքստերը, բայց կրկին, մինչեւ դա անելը թող մեզ չլսեն, թող լսեն Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ով ասում է, որ Ադրբեջանը ասում էր իմ սահմանադրությունը թույլ չի տալիս հանրակրվե, հետեւաբար եկեք եւ ինքը ասում է, այո, մենք պայմանավորվեցինք ստորագրենք մի թուղթ, որը կունենա այն ինչ Ադրբեջանի սահմանադրությունը թույլ է տալիս. Իսկ մնացած բաղադրիչները տեղափոխենք մյուս հարթակներ։ Դա լուծում է ստացվում։ Էլ չանդրադառնանք այն փաստին, որ ըստ այս մարդկանց ոնց որ երկրորդ հանրակրվեի անհրաժեշտություն պետք չէր բանաներ, առաջանար։ Այսինքն մի անգամ որովհետև հանրակրվեն տեղի է ունեցել, Լեռնային Ղարաբաղը այլևս Ադրբեջանի կազմում չի, իրանք առհասարակ անկախ են։ Այո, այդ է իրանք ասելիքը եղել։ Հիմա պարզվում է, որ իրանք նախ սկզբում առաջին հանրակրվեի արդյունքները ջրել են, մոգոնել են երկրորդ հանրակրվե, որին իրանց թվացել է, թե Ադրբեջանը համաձայն է։ Հետո պարզվել է Ադրբեջանը երկրորդ հանրակրվեին էլ համաձայն չի, առհասարակ իր սահմանադրությունը նման բան թույլ չի տալիս։ Ճապոնիա որ չի համաձայնում Ադրբեջանը երբեք այդպիսի հանրակրվեի, որտեղ միայն Ղարաբաղում է տեղի ունենում այդ հանրակրվեն։ Տիկին Կարապետյան, բայց գալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի երկրորդ հատվածին ներքաղաքականին ընտրությունների մասնակցության վերաբերյալ հայտարարեց, որ անպայման մասնակցելու են այդ ընտրություններին ու կանխատեսեց, որ 3 ուժ է անցնելու դուք քաղաքացիական պայմանագիրը Ռոբերտ Քոչարյանի ուժը չգիտենք դեռ ինչ ձևաչափով է նա հանդես գալու եւ ստեղծվելիք Սամվել Կարապետյանի ուժը երրորդ ընդդիմություն էլ կցանկանար որ լինի, բայց իր կարծիքով չի լինի ու մոտավորապես նկարագրեց Գյումրու սցենարը, նշելով, որ որևէ ուժի չի հաջողվի 51+% քվե ստանալ, հետեւաբար ընտրություններից հետո է տեղի ունենալու այդ համագործակցությունը եւ շանս չի ունենալու Սամվել Կարապետյանը հրաժարվել այդ համագործակցությունից, եթե բանը հասնի դրան։ Գիտեք, մի հետաքրքիր պահ կար այդ ասուլիսի մեջ, որտեղ իհարկե բոլորի ուշադրությունը գրավեց այն, որ Ռոբերտ Քոչարյանը ասեց, որ ինքը Քարոզարշավը չի սիրում, տհաճման է իր համար Հայաստանում։ Գիտեք, հաճելի է տենց սա Հայաստանը պատտվել։ Բայց մի դրվագ էլ կար, որում ասում եմ, որ ասում է ես չեմ երազում դրա համար։ Պետք է ասի դրա մասին, այդ հայոց լեզվի բաները բաց թողնենք։ Նկատի ունի երկիրը ղեկավարելու։ Ասում է նրանք, ովքեր ուզում են, որ վիճակը լավանա, նրանք պետք է երազեն դրա համար։ Հավաքվում են թիմեր, իրավաբաններ, քաղտեխնոլոգներ, այս բոլորը, հա, մարդիկ եւ այս մարդուն խորհուրդներ են տալիս, թե ինչպես թաքցնի իր երևակայության իր մտքերի ընթացքը հանրությունից, բայց միևնույնն է, ամեն ասուլիսին ինքը ինչ որ ձև է գտնում ճշմարտությունը տեղ հասցնելու, որ ինքը կարծում է, որ պետք է իրան խնդրեն, որ ինքը երկիրը ղեկավարի եւ դրանից է բխում նաեւ այն ամբողջ ապօրինի գույքի պատմությունը, քանի որ ինքը չի ցանկանում, ինքը կարծում է, որ իրան պետք է խնդրեն, հետեւաբար ղեկավարելիս էլ միշտ մի հատ բանը կոմպենսացիա է գանձում Հայաստանի ժողովրդից այն ծառայությունների համար, որոնք ինքը տենց մեծահոգաբար պատրաստ է մատուցել Հայաստանին եւ Հայաստանի ժողովրդին։ Այդպես է իր երևակայությունը։ Հակառակ բառակը մարդ չի ասի, ես չեմ երազում դրա համար, թող նրանք ովքեր ուզում են որ լավ լինի, ուրիշ մարդիկ երազեն դրա համար։ Հիմա այս վերադառնամ այս բանը, հա, աշխատանքի բաժանումը մեր ընդդիմադիր դաշտում։ Գիտեք, որ մենք հեղափոխությունից հետո անդրադառնալով մեր ընտրական համակարգին վերացրեցինք մեծամասնական ընտրակարգը։ Հիշում եք մեծամասնական ընտրակարգը ինչի մասին էր։ Այո։ Նրա մասին էր, որ իհարկե վերջին կառավարող ուժի օրինակով կբերեմ հանրապետականի, բայց այնքան ժամանակ ինչքան Հայաստանը գոյություն է եղել, այս մեխանիզմը գոյություն է եղել։ Քանի որ
մտավախություն կար, որ քաղաքացիները այդ ղեկավարներին, այդ կուսակցություններին չեն ընտրում, չեն ցանկանում իրենց ղեկավար տեսնել։ Որոշում էր կայացվել, այո, որ պետքա տեղական տնտեսական հեղինակություններ գտնվեն, որոնք արդեն ոնց որ շատ ավելի լոկալ մակարդակում ժողովրդից քվե կստանան, մարդիկ կմտածեն, որ դե այս մարդը ուրիշ մարդ է, այն մարդկանց չեմ ես քվեարկում, ավելի հեշտ կքվեարկեմ։ Հիշում եք, չէ՞, մեծամասնական համակարգի տրամաբանությունը ամբողջ։ Մենք այդ տրամաբանությունը սպանել ենք, վերացրել ենք, հանել ենք եւ Հայաստանը տեղափոխել ենք համամասնական ընտրակարգ, որտեղ քաղաքական ուժերը որպես կուսակցություններ պետք է ծրագրեր առաջարկեն ժողովրդին, քարոզարշավ անեն, ուզենան այդ քարոզարշավը անեն, ոչ թե դա որպես լավություն անեն։ Կամ ուզելով անեն։ Հիմա այս բոլոր մարդիկ գտել են ձև շրջանցելու այդ մեր օրենսդրական փոփոխությունը, որով մենք ոչնչացրել ենք ստեղծում են կուսակցություն, մարդ ֆեոդալական անազգանունով դաշինք։ Այդ ֆեոդալական համակարգը ոչնչացրել ենք մենք օրենքով։ Իրանք որոշել են, որ այլընտրանքային տարբերակ կգտնեն եւ տենց մեծամասնական տրամաբանության մեջ ով ինչ բիզնես ունի, ով որտեղ ինչ օլիգարխ կա եւ այլն, հավաքվեն եւ բաժանեն ժողովրդի քվեները սկզբում այդ առաջնային մակարդակում, հետո որպես մեկ ֆրակցիա Իրանց պլաններն են, էլի մեծամասնականով կընտրվեն, հետո որպես մեծամասնական ինքնատեմ ճակերտավոր, որովհետև մենք այդ համակարգը վերացրել ենք, կընտրվեն, հետո խորհրդարանում կդառնան մեկ ֆրակցիա եւ այն նախկինում ո՞նց էր բաները, այն գեներալներ կային, որոնք ընտրվում էին, բիզնեսմեններ կային, որոնք ընտրվում էին եւ նրանց բոլորին միավորում էր մի հատ մեկ շահ Եվ այդ շահը կամ Ռոբերտ Քոչարյանի կառավարումներ կամ Սերժ Սարգսյանի կառավարումներ իսկ ավելի խորքային իմաստով իհարկե այն ապօրինի գույքը, որը պետք է այդ բոլոր մարդիկ հավաքեին, հետ գցեին, հա, այդ տրամաբանության ներքո են այդ մարդիկ առաջ շարժվում, հիմա պարզապես որոշել են այսպիսի տեխնոլոգիա օգտագործել եւ այդպես ընտրվել, բայց գիտեք, նաեւ զուտ են փաստը, որ բոլորս սա տեսնում եւ հասկանում ենք, երաշխիքն է նրա, որ այդպիսի բան տեղի չունենա, այսինքն մարդկանց հիմարի տեղ դնելու հերթական փորձն է, իբրև տարբերություններ ունեն իրար մեջ բանը Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը հասել են մինչև մի անգամ լսեցի, պարզվեց Արթուր Բաղդասարյանի կերպարի շուրջ լուրջ տարաձայնություններ ունեն այդ երկու ուժերը, թե արդյոք նա այսպիսին էր, թե այնպիսին էր, ու տենց իրենց այդ զանազան բլոգերներ բան գնում փորփրում գտնում են, թե ինչքան արմատական է իրենց տարբերությունները, հիմա հայտնվել է մի հատ նոր ուժ որի թիմում նաև ոմանք ցանկանում են հայտնվել, որովհետև պատկերացնում են, որ այնտեղի ցուցակով գուցե մի քիչ ավելի շատ մարդ անցնի։ Իհարկե, այս ամեն ինչին հետևելը զվարճալի է, հետաքրքիր է, բայց ես կարծում եմ հետաքրքիր է այդ զվարճալի իմաստով էլի։ Զուտ եմ փաստը, որ բոլորս սա հասկանում ենք, սա ակնհայտ է, այդ սցենարը չի աշխատելու, արդեն իսկ տապալված սցենար է։ Բա Գյումրիում ինչպես աշխատեց։ Գյումրիում նոր էր, թարմ էր, առաջին անգամ էր իրենց, այսինքն մարդիկ դեռ այդ փորձը չունեին նկատելու, որ կարող է նման բան տեղի ունենալ, հավատում են, որ գուցե տարբեր ուժեր են, էլի այդ լոկալ մակարդակում ուրիշ անձի վստահելու եւ նրան իր կուսակցության ղեկավարի հետ չասոցացնելու հարցներ, հա, ի նկատի ունեմ Մարտուն Գրիգորյանը, Պատգամավորյան, Սերժ Սարգսյանի հետ էլ կապը կարող է մարդիկ այդպես ուղիղ չերևակային եւ մտածել, որ այս հանրապետական չեմ։ Հա, որ լոկալ առանձին ազնիվ ընտանիք է կամ ինչ կերպար որ կարողացել են իր համար ստեղծել Գյումրիում, դրա շուրջ ընտրությունը տեղի ունենա, բայց կարծում եմ այդ փորձառությունն էլ պետք է արժեքավոր լինի բոլորիս համար, դասեր քաղենք եւ հաջորդիվ նկատենք, որ դա է պլանավորվում, դա է սցենարը, այսինքն այո, ընտրությունները վերածել ոչ թե կուսակցությունների միջև ընտրությունների, այլ այն մեծամասնական համակարգը, զանազան տնտեսվարողներ հավաքել եւ այդպես հետո փորձել դառնալ մեկ ֆրակցիա։ Մեկ ֆրակցիա, իրանք բոլորը պլանավորում են դառնալ մեկ ֆրակցիա։ Տեսեք, ինչ պիսի կոմաներ է ծախսում Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը քիչ փող չունի։ Ձեր կարծիքով փողը չի աշխատելու։ Չի աշխատելու, որովհետև ես կարծում եմ մենք այդ փուլն էլ ենք թեվախ կողել, այս 7 տարվա ընթացքում մարդիկ նկատել են, որ համբերատար աշխատանքի պարագայում շատ ավելի երկարաժամկետ կայուն արդյունքներ ենք մենք ստանում, քան
դա մի ամբողջ ոնց որ տրամաբանություն է։ Ինչի են իրենք ուզում, որ ընտրությունները ոչ թե մենք անցկացնենք, այլ իրենք անցկացնեն։ Որովհետև իրենց անցկացրած ընտրությունների տրամաբանություններ մարդկանց ներշնչել, որ ոնց որ այս օրվա օրակարգով եկեք ապրենք, էլի, այսօր կա 20000 դրամ։ Տամ քեզ 20000 դրամ քվեարկես իմ օգտին։ Մի պլանավոր, ինչ ես մտածում 7-10 տարվա մասին, բանակի վերազինման, դպրոցի կառուցման, այդ հերրակա քեզ չի հասնելու դրանից ոչինչ, դա չի լինելու։ Արի ես քեզ այսօրվա ընտրակաշարքը տամ, այսօր ընտրի ինձ։ Այդ տրամաբանության ներքո են իրանք ուզում ընտրություններ անցկացնեն։ Մեր անցկացրած ընտրությունները այդ տրամաբանությունից դուրս են։ Եվ հետեւաբար այդ մեխանիզմը այլևս չի կարող աշխատել, մարդիկ տեսնում են, որ իրենց համայնքները բարեկարգվում են եւ համբերատար լինելու պարագայում Հայաստանի բոլոր խնդիրները սոցիալ-տնտեսական, աշխարհակաղակական, անվտանգային լուծվելու ռեալ շանս ունեն։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան։ CVKM-ի եթերում զրուցեցինք Մարիա Կարապետյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։